ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպման մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստրասբուրգյան աշխատանքային այցը։ Վարչապետին դիմավորում է հենց ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը եւ գլխավոր քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն։ Մինչ քննարկման սեղանի մոտ նստելը նախ շրջայց ու գրառում ԵԽԽՎ նախագահի ոսկեգրքում։ Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ փոխգործակցությունը ԵԽԿ-կառույցների հետ։ Հայաստանի վարչապետի ընդգծումն է արդեն քննարկման սեղանի շուրջ։ ԵԽԽՎ-ի հետ ձևավորված աշխատակարգային կապեր, մոնիթորինգի ձևաչափերում համագործակցություն, այս ուղղություններով իրականացվող աշխատանքների խորացումն է կարևոր, ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար, միակարծիք են զրուցակիցները։ Երկու կողմն էլ նաև ընդգծում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կարևորությունը, վստահություն հայտնում, որ խաղաղության հաստատումը նոր եւ նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը։ Հայաստանը գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի, ինչպես նաև հիմնարար ազատությունների պաշտպանությունը եւ դատական համակարգի արդյունավետության բարձրացումը խթանելու գործում։ Վարչապետի շեշտադրումն է ԵԽԽՎ ընթացիկ նստաշրջանի օրակարգին անդրադառնալիս կշարունակեն երկխոսությունը, կընդլայնեն գործնական համագործակցությունը։ Հանդիպմանը նաև ֆեյսբուքյան գրառմամբ է անդրադարձել վարչապետը, արդյունավետ որակել։ Եվս մեկ ձեռքսեղմում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ողջունելուց մինչև երկկողմ օրակարգային հարցեր։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկումը բազմաշերտ է։ Եվրոպայի խորհրդի ու Հայաստանի կառավարության միջև ձևավորված է ակտիվ եւ արդյունավետ համագործակցություն, փաստը ընդգծում է Բերսեն շեշտադրմամբ։ Այդ համագործակցությունը նպաստել է Հայաստանի ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջ մղմանը բոլոր ուղղություններով։ Այս այցը 2019 թվականի առաջին այցից 6 տարի անց տեղի է ունենում կարևոր ժամանակահատվածում։ Վարչապետի դիտարկումն է Հայաստանը հաղթարելով վերջին 5 տարիների բարդ մարտահրավերները գտնվում է իր զարգացման շրջադարձային կետում։ Հայաստանը Եվրոպայի խորհուրդը համարում է ժողովրդավարական զարգացման ռազմավարական գործընկեր եւ կարևորում կառույցի դերակատարությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում, շեշտում է Հայաստանի ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպումը մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիոմարիի հետ է։ Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատում մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային դերը մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգում եւ կարեւորում Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու ՄԻԵԴ-ին, ինչը հանդիսանում է ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնասյուներից մեկը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին վարչապետը ներկայացնում է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքը, ընդգծելով դրանց նպատակային ուղղվածությունը, արդարադատության համակարգի անկախություն, արդյունավետություն եւ հաշվետվողականության բարձրացում։ Մատիաս Գիոմարը դրական է գնահատում Հայաստանի ընթացող բարեփոխումներն ու վստահություն հայտնում, որ դրանք կնպաստեն մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Նա վերահաստատում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի կիրառմանն առնչվող հարցեր ու անդրադարձել արդարադատության համակարգի կայացման ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Այս հանդիպումն արդեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի եւ Պիերո Ֆասինոյի հետ է։ Փաշինյանը կարևորում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջ մղման գործում։ Հայաստանում արձանագրված առաջընթացը ըստ համազեկուցողների բարձր է, վստահ են, որ Հայաստանը կշարունակի հետևողականորեն իրականացնել իր ստանձնած պարտավորությունները։ Նրանք վերահաստատել են մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու սերտ գործակցությունը։ Բացի պաշտոնական հանդիպումներից վարչապետ Փաշինյանը արդեն ԵԽԽՎ շենքի բակում ծաղիկներ է խոնարհում հայկական խաչքարի մոտ։ Միջնադարյան խաչքարի պատճենն է, որ այստեղ է 2018 թվականից Հայաստանից նվեր։ Իրինամ Կրչյան, Աննա Զախարյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։